սիրուններս, բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը, իսկ մեզ միացած նոր հետևորդներին ասեմ, որ ես Լիաննան եմ, 32 տարեկան, ապրում եմ Գյումրիում, ունեմ 2 հրաշք աղջիկներ ու վարում եմ իմ ընտանեկան վլոգը, շնորհակալ եմ մեր փոքրիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար։ Իրականում մի փոքր վատառողջ եմ, արդեն 1 շաբաթ կլինի, որ այսպես հիվանդացել եմ ու ձենս էլ կորել է, բայց կարծում եմ դա չի խանգարի, որպեսզի սկսենք մեր նոր վլոգը, ասեմ, որ չգիտեմ ինչ եմ նկարելու ու ինչի մասին է լինելու վլոգը, որովհետև այսպես առանց պատրաստվելու, առանց նախապես որոշելու ինչ եմ նկարելու, տեսախցիկը միացրել եմ ու նկարում եմ, քանի որ այսօր պլանավորած գործեր չունեմ, ոչ մի հետաքրքիր բան չունեմ ձեզ ցույց տալու, երևի կլինի տնային, ընտանեկան վլոգ, կամ ընտանեկան այդքան էլ չի, մի խոսքով կնկարեմ այն ինչ որ նկարելու եմ, այն ինչ որ անհարմար կգտնեմ ձեզ ներկայացնելու, դա կներկայացնեմ, մի խոսքով տեսնենք ընթացքը ինչպես կգնա, բայց քանի որ խոստացել էի, որ ամեն չորեքշաբթի ու շաբաթ օրերին դուք կունենաք նոր վլոգ դիտելու, իսկ այսօր արդեն չորեքշաբթի է ու ես ոչ մի պատրաստի վլոգ չունեմ, չեմ ուզում խոստումս դրժել, դրա համար նկարում ենք այն ինչը որ կնկարվի, կլինի երևի այսպիսի սովորական վլոգ, այդպես, ասեմ, որ երեխեքին ճանապարհել եմ դպրոց ու այս պարագայում պապաս իմ փրկությունն է, որովհետև արդեն չգիտեմ ինչքան ժամանակ պապաս ինքն է երեխեքին տանում դպրոց, հատկապես ծմերվա այդ սառցակալած ճանապարհներից ու փողոցներից ինձ ազատել է ու ինքն է որոշել, որ երեխեքին կտանի դպրոց ու կբերի, այդ գործը իմ ուսերից վերցրել է, այսպես ասած, ու հիմա ես անելիք չունեմ, ուզում եմ մեր համար պատրաստել սուպիկ ու երևի գիրք կընթերցեմ, եթե հասցնեմ, այնպես որ եկեք հիմա տեղափոխվենք խոհանոց, այնտեղ գիտեմ, որ ամաններ կա լվանալու, նախ այդ ամանները կլվանանք ու հետո նոր կանցնենք ճաշի պատրաստմանը։ Այո սիրուններս, ինչպես և ենթադրում էի, մենք առավոտյան նախաճաշել ենք, սրճել ենք ու մերոնք չեն հասցրել ամանները լվանալ, այդ իսկ պատճառով կլվանամ ես ու հետո նոր կանցնենք ճաշի պատրաստմանը։
Ես մաքրեցի լվացրի ամանները ու կարելի ասել իմ աշխատանքային սեղանը մաքուր է ու պատրաստ է արդեն սուպիկ պատրաստելու։ Այստեղ արդեն տեսնում եք բաղադրիչները։ Սիրուններս, եկեք համ մեր ճաշիկը պատրաստենք, համ էլ մի փոքր զրուցենք, հա։ Մինչև ձեթը կտականա, ես կկտրատեմ սոխը։ Ահա, այսպես անեմ, որ երևա, հա, ձեզ։ Քանի որ ինչպես տեսաք, որ ճաշը պատրաստելու եմ ձեթով, այլ ոչ թե յուղով, ուզում եմ ասել, որ ես պահքի մեջ եմ, այդ իսկ պատճառով պատրաստում եմ ձեթով մեր ճաշիկները, իմ հետ պահում է նաև քուրիկս պահք, ու ուզում եմ մի փոքր խոսել պահքի մասին։ Նախ ուզում եմ ասել, որ ես ինքս իմ վրա իրավունք չեմ վերապահի ու չեմ խորհուրդներ չեմ տա, չեմ ասի ինչպես պահել, ինչն է ճիշտ ու ինչն է սխալ, ամեն մարդ ինքը գիտի ինչի համար է պահ պահում, ինչ նպատակ ունի, ինչ սովորություններից է ուզում ազատվել, ինչ վատ կախվածություններ ունի։ Ես ինքս էլ բացառություն չեմ ու ես ինքս էլ իմ կյանքի ընթացքում արել եմ լիքը սխալներ, լիքը բամբասանքներ, ունեմ լիքը վատ սովորություններ, վատ բնավորության գծեր, կախվածություններ, որոնցից ուզում եմ ազատվել, ձերբազատվել ու եթե Աստծո կամքով այնքան գիտակցություն ու այնքան կամքի ուժ կունենամ, որ այդ ամեն ինչից կազատվեմ պահքի ընթացքում ու կշարունակեմ նաև պահքից հետո, ուրեմն ես կհամարեմ այս ամեն ինչը ստացված։ Այո, սիրուններ, ուզում եմ ասել, որ ես ինքս այս մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ որոշել եմ, որ պետք է պահեմ պահք, բայց ոչ թե նրա համար, որ բոլորին ցույց տամ, որ ես էլ եմ պահանում, որ դա ցուցադրական բնույթ չի կրելու, ամեն դեպքում իմ մոտ պահում եմ պահը ինքս իմ համար, իմ մեղքերից ու վատ սովորություններից ազատվելու համար, ու այո, չեմ վախենա ու կասեմ, որ ես էլ եմ սովորական մարդ ու լիքը սխալներ ունեմ փոխած իմ կյանքում, իմ առօրյայում, որոնցից ուզում եմ ձերբազատվել, ուզում եմ ստանալ Աստծո ներումը, հատկապես որ դրա կարիքը ես ունեմ, հատկապես որ եղել է իմ կյանքում շրջան, որ ես Աստծուց բավականին շատ նեղացած եմ եղել, խռովված եմ եղել, մտածել եմ, որ այն ինչը որ կատարվել է իմ կյանքում արտար չի եղել, ու էլ եմ, հա, արտար չի եղել, բայց Աստված ինքը գիտի ամեն մարդուն ինչ չափի դժվարություններ տա։ Չգիտեմ, սիրուններս, իրականում այս թեման այնքան նուրբ թեմա է, որ չեմ էլ ուզում շատ մանրանալ, հատկապես որ ես շատ բան չգիտեմ պահքի մասին, միայն գիտեմ, որ ինքը իրան պետք է պահել հոգևոր արժեքներից ելնելով, այլ ոչ թե դա վերածել դիետայի կամ նիհարելու նպատակով։ Այս թեմայով շատ չեմ ուզում խոսալ ու էլի չեմ խոսալ, որովհետև էլ եմ ասում, քանի որ ես առաջի տարին եմ պահում ու այս ամեն ինչը իմ համարել է նորություն, ես ինքս էլ եմ ուսումնասիրում, ես ինքս էլ եմ իմ համար բացահայտումներ անում, բայց այս 3 օրը ինչ որ ես պահում եմ, այնքան թեթևություն եմ զգում, այնքան հանգստություն եմ զգում, որ իսկականից հոգիս խաղաղվում է, իրիկունները դեպակում եմ քնելու ավելի հանգիստ ու խաղաղ եմ քնում։ Մի խոսքով, ուզում եմ ասել, որ լավ, եկեք ոչինչ չասեմ, ու այսքանով եզրափակենք այս թեման, բայց հետաքրքիր կլինի իմանալ իմ հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր պահում են պահքը, գիտեմ, որ շատերն են պահում ու ամեն մեկը իր նպատակն ունի, հա, այսպես ասենք, պահելու։ Ես պահում եմ իմ հոգու հանգստության համար, պահում եմ իմ մեղքերից ազատվելու ու Աստծո ներումը ստանալու համար։ Ունեմ լիքը վատ սովորություններ, որոնցից են կախվածություններ, որոնցից ուզում եմ ձերբազատվել։ Դրանք իրականում սննդային կախվածություններ են, որոնք հացապուրկեղենն են, թխվածքներն են, որոնք ինձ բերել են լիքը առողջական խնդիրների ու որոնցից իսկապես ուզում եմ ազատվել ու եթե Աստծո կամքով կարողանամ այս 48 օրը պահել ու չօգտագործել ու դրանից հետո էլ ունենամ այնքան կամքի ուժ, որ շարունակեմ չօգտագործել, ուրեմն ես կլինեմ հաղթանակած։ Այնպես որ հույս չունեմ, վստահ եմ, որ կկարողանամ անել։ Մի խոսքով սիրուններս, հա մեկ էլ ուզում եմ ասել, որ նաև կախվածություն ունեմ սոցհարթակներից, որոնցից եւս ուզում եմ ազատվել, օրվա մեջ ավելի քիչ մտնեմ սոցհարթակներ։ Մի խոսքով, պահքը քեզ ինչ որ բաներից, ինչ որ հաճույքներից զրկելու մասին է։ Զրկես քեզ նմանատիպ հաճույքներից ու մոտենաս Աստծուն, օրը սկսես աղոթքով ու ավարտես նաև աղոթքով եւ չմոռանաս, որ օրվա վերջում շնորհակալություն հայտնես Աստծուն քեզ նվիրված օրվա ու կյանքի համար։
նույնուլիկից ճանապարհեցի Պարի, հիմա գնում եմ գրախանութ, որովհետև մոռացել էի, որ վաղը գիրք նվիրելու օրն է ու մնի Անգելինայիս մանկապարտեզում գրքեր են ուզել, որ երեխեքը իրար նվիրեն։ Հիմա գնում եմ տեսնեմ ինչ հարմար բան կկարողանամ գտնել, որ վաղը Անգելինաս իր հետ տանի մանկապարտեզ։ Ես ընտրեցի գիրքը, ամբողջ գրախանութը սրբե տարել էին, հատկապես այս մանկական բաժինը։ Սա եմ վերցրել, Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, մեջը ներառված է 3 հեքիաթ, կարծում եմ 5 տարեկան երեխաների համար հարմար տարբերակ է։ Այդպես սիրուններս, հիմա նորից գնամ Պարի դպրոց, նույնուլիկից վերցնեմ ու գնանք տուն, անցնենք դասերին։ Դե սիրուններս, ես արդեն երաժշտական դպրոցի բակում եմ ու ուզում եմ այստեղ ու այսքանով այս վլոգը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Գիտեմ, որ այս մի քանի վլոգները բավականին միապաղաղ են, ավելի շատ խոհանոցային են ու առօրյա վլոգներ են, բայց հաշվի առնելով եղանակային պայմանները, հաշվի առնելով այն փաստը, որ իմ աղջիկը դպրոցական է ու մենք չենք կարող դպրոցից բացակայել, գնալ քաղաքից դուրս, ինչ-որ միջոցառումներ կազմակերպել կամ չգիտեմ, ինչ-որ էսթետիկ վլոգներ նկարել, դրա համար կխնդրեմ մի փոքր ներողամիտ գտնվել, հատկապես, որ արդեն մոտենում է տաք եղանակները, արդեն քիչ-քիչ մտնում ենք գարուն, ամառ կգա շուտով ու ես ձեզ խոստանում եմ, որ իմ ալիքում կլինեն լիքը էսթետիկ ու սիրուն վլոգներ, կլինեն քաղաքից դուրս վլոգներ, որտեղ մենք կգնանք միասին, կբացահայտենք Հայաստանն ու իր սիրուն ու գողտրիկ անկյունները, այնպես որ բաժանորդագրվեք, որ չկորցնեք այդ ամենը, իսկ այսքանով ուզում եմ այս վլոգը ավարտել, հույսով եմ, որ կհավանեք, ամեն դեպքում մի քանի րոպեով կլինեմ ձեր սուրճի կամ թեյի ընկերը, այնպես որ եթե վլոգը ստիտել ես ու դեռ չես հասցրել բաժանորդագրվել, ապա չմոռանաս բաժանորդագրվել, որպեսզի չկորցնես ինձ ու իմ ալիքը, որպեսզի բաց չթողնես մեր հետագա վլոգները, որոնք ել ավելի հետաքրքիր են լինելու։ Իսկ այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, դե իսկ մենք կհանդիպենք մեր հերթական վլոգում։ Պակա-պակա։